Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Այսօր թեման կփոխենք, քարոզչության թեմայից էլ չենք խոսա, որից խոսել ենք այս վերջի շրջանում։ Իմ ընկերներից մեկը ինձ նկատողություն արեց, ասաց, որ ոնց որ շատ եմ արդեն մի թեմայի վրա, այսպես ասած, նստել ու որոշ չափով ինքս ինձ կրկնում եմ, չգիտեմ, այդ կրկնությունները եւ ինչ որ չափով անխուսափելի են, ես էլ եմ հասկանում, որ շատ բաներ կրկնում եմ, որոշ բաներ գիտակցաբար եմ կրկնում, որպեսզի ասել եմ դրա մասին, որպեսզի ես համարում եմ, որ որոշ բաներ պետք է ուղղակի մեր բոլորիս գլուխների մեջ մեխվի, իսկ դա առանց կրկնության, առանց հիշեցման, առանց տարբեր կոնտեքստների մեջ տեղավորելու անհնար է, բայց ամեն դեպքում ես էլ եմ մարդ, դու ճիշտն ասած, մեկ-մեկ կարող եմ ուղղակի արդեն չհիշել, մոռանալ, որ մի դրվագին անդրադարձել եմ, որ ինչ եմ անդրադարձել, ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ եթե որոշ դետալներ կրկնվում են անխուսափելիորեն ինչ որտեղ կամ սուբյեկտիվորեն, դրանք քանի որ տարբեր կոնտեքստների մեջ են, այդքան երևի ահավոր չի։ Եթե կա նման խնդիր, խնդրում եմ դուք էլ կարող եք ասել, փորձենք մտածել ինչ որ բան որոշ իմաստով փոխել, ամեն դեպքում թեման այսօր փոխում ենք, անցնում ենք հաջորդ թեմային, որ մենք պայմանավորվել ենք նոր տարվանից հետո, երբ որ առաջինը նկարեցինք այս տարվա, ոնց որ տենց ծրագիրը հետագա խոսակցության ներկայացրեցինք, պայմանավորվեցինք, բայց ինչի՞ եմ այսքան ձգում, ճիշտն ասած, նաև ուրիշ պատճառ կա, ձգում եմ այս թեմային հաջորդ անցնելը խոսքը լինելու է հայկական էլիտաների, քաղաքական էլիտաների դիրքի մասին 2020 թվականի պատերազմին ընթառաջ եւ պատերազմի ընթացքում եւ ինձ համար շատ տհաճ թեմա է, ճիշտն ասած։ Ամեն թեմա շատ կարևոր է, անպայման պետք է խոսալ եւ ես շատ եմ ուզում խոսալ եւ շատ վաղուցվանից հենց պատերազմի օրերից եմ ուզում այդ ժամանակվանից դեռ շատ եմ ուզում այդ թեմային անդրադառնամ, իհարկե ինչ որ ձևերով անդրադարձել եմ երևի, բայց տենց սիստեմատիկ երևի չեմ արտահայտվել։ Մյուս կողմից տհաճ է ինձ համար, հիմա էլ է տհաճ եւ դժվար է այդ թեմային անդրադառնալ, որտեղ խոսքը իհարկե քաղաքական էլիտաների փաստացի դավաճանության մասին է եւ ռուս-թուրքական վանդակի մաս լինելու մասին է, իհարկե խոսքը բոլորի մասին չէ, բոլորի մասին չէ կարող լինել, բայց հիմնական խոշոր խաղացողների մասին է խոսքը եւ մենք այդ գնահատականը միանշանակ պետք է տանք եւ չպետք է մոռանանք, որ դա եղել է։ Իհարկե, այստեղ էլի մի երկու բան ավելացնեմ, զգացմունքային մակարդակում որոշ չափով այն ինչը որ այն ժամանակ ես ունեցել եմ այն զգացողությունները, դրանք իհարկե որոշ չափով բթացել են հիմա, որովհետև դրանից հետո մենք այնքան բան տեսանք եւ այնպիսի բաներ տեսանք եւ նախ եւ առաջ այսօրվա արդեն կառավարության կողմից, որ որոշ չափով մաշվել են այդ հին զգացողությունները, բայց միևնույն է պատմության համար եւ ոչ միայն պատմության մեր ներկայի համար, գիտակցության համար մենք պետք է հիշենք նաեւ այդ 2020 թվականի էլիտաների դավաճանությունը եւ էլի եթե մի քիչ այսօր շատ կլինի անձնական դիտանկյունից խոսելը անխուսափելի է դա ինչ որ չափով այսօր այս թեմայի համար, դեպի այս թեմա անցում կատարելու համար, որ անկեղծ ասեմ ինձ համար նույնիսկ բուն այդ ռազմական պարտությունը այդքան խորը ապրումների տեղ չէր տալիս, իհարկե դա էլ, բայց դա ես շատ եմ ասել, դա ես հիմա եմ համարում հաղթահարելի, այլ այդ գիտակցությունը, որ քո երկրի քաղաքական էլիտայի այդ հիմնական մասը, այդ խոշոր խաղացողները ու շատ այդ թվում անհատներ խմբեր, իրենք բոլորը ըստ էության խաղադրույքը, իրենց քաղաքական խաղադրույքը դրել էին սեփական երկրի պարտության վրա, որը երևի այս աշխարհում ամենասարսափելի մեղքն է, որը մարդը կարող է գործել։ Ես ավելի մեծ մեղք չեմ կարող պատկերացնել։ Չգիտեմ, կարող է իհարկե մի քիչ բան եմ ասում, ինչ վիճելի բան եմ ասում, կարող է լինել, բայց համենայն դեպս այն ամենաբարձր մակարդակի մեղքերի շարքում է դա։ Եվ ես դա տեսել եմ, ես դա նկատել եմ եւ ես դա շատ դժվարությամբ եմ մարսում մինչեւ հիմա, իսկ առավելս այն ժամանակ դա շատ դժվար մարսել էր, մանավանդ որ դա այն տիպի չէր, որ բոլոր մարդիկ դա տենց ակնհայտ նկատեին, հա, մի քիչ ավելի sense քաղաքական հայացք էր պահանջվում, մի քիչ ավելի լայն շփում էր պահանջվում, դա այդտենց ակնհայտ նկատելի չէր, ասենք ոնց որ չգիտեմ 1920 թվին հայ բոլշևիկների դիրքը։ Էությամբ նույնն էր, բայց այդ նույն նկատելին չէր, նույն ձևի նկատելի չէր, եթե ոչ քաղաքական հայացքով էր նայում, եթե մի քիչ ավելի սովորական շարքային հայացքով էր նայում։ Իհարկե հիմա մարդիկ արդեն շատ բաներ հետադարձ հայացքով հասկացել են, բայց ամեն դեպքում
փաստը մնում է փաստ, որ մենք վերապրեցինք բացի ռազմական պարտությունից, նաև ըստ էության թշնամական վերաբերմունք սեփական երկրում, ըստ էության սա երբ որ մենք խոսում ենք պատերազմի կողմերի մասին, հիշում եք, մենք ասում ենք Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, սահմանեցինք այդ 3 արտաքին կողմերը, որոնք ներգրավված էին պատերազմի մեջ քաղաքական կամ բուն ռազմական առումով, այդ խոսակցությունը մենք առանձին ունեցել ենք, մենք ասենք, որ կար նաև 4-րդ կողմ, 4-րդ բանակ, այսպես ասած, եւ դա հենց հայկական էլիտաներն էին, որոնք փաստացի թշնամական բանակի մի ստորաբաժանում էին։ Բայց այստեղ այս խոսակցությունը էլի մինչև անցնենք շատ ճշտումներ պետք է արվեն, որովհետև սա անհրաժեշտ է, ժողովուրդ ջան։ Մի մեղադրեք ինձ, որ շատ երկար եմ անցում կատարում, անհրաժեշտ են, ինչու, որտեղ այս խոսակցությունը մենք անպայման ճիշտ կոնտեքստի մեջ պետք է տեղադրենք։ Եվ ես չեմ ուզում, որ հանկարծ ինչ որ մեկը նայի հատվածաբար եւ այդ կոնտեքստից դուրս ընկալի այն ինչի մասին այսօր պետք է սկսենք խոսալ ու չգիտեմ ինչքան կշարունակենք, երկար կարճ դեռ, չգիտեմ, ինչքանի որ ճիշտ կհամարենք։ Ճշտում առաջին, սա ասենց մի քիչ ներբերանգային ճշտում է, ես փորձելու եմ խոսել ոչ թե այսօրվա տեսակետից, ոչ թե այսօրվա իմ իմացածի, մեր բոլորիս իմացածի տեսակետից, որտեղ շատ բաներ իհարկե շատ ավելի պարզ ձևով այսօր գիտենք եւ տարօրինակ է մի քիչ թվում, որ ասեմ այդ տեսակետից չեմ խոսելու։ Ես ուզում եմ խոսեմ ամեն դեպքում այն զգացողությունների, այն վերլուծությունների, այն տեսածի մակարդակում, ինչ որ ես ունեցել եմ հենց համաժամանակյա, հենց 2019-2020 թվականներին հիմնականում այդ ընթացքում ինչ որ ես տեսել եմ, զգացել եմ, ես ուզում եմ մենք դա նորից վերականգնենք, որպեսզի հնարավորինս աուտենտիկ լինի։ Եվ դրա համար նույնիսկ էլի մի քիչ տարօրինական չեմ ավելացնում փաստեր, այստեղ չեմ ավելացնի փաստեր կամ փաստարկներ, որոնք հետո ենք տեսել, հասկացել, բայց այսպես իմիջիալուց ճշտում էր։ Ավելի կարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, եւ ճիշտ ասած, սա ամեն անգամ ինչքան այս խոսակցությունը ունենանք, էլի ինձանից չնեղանաք, ամեն անգամ կրկնելու եմ։ Մի անգամ ինձ ասեմ, որ կրկնելու եմ, հետո չասեք կրկնում եմ։ Հանկարծ այս խոսակցությունից ինչ որ պետք է խոսանք, այսօրվա կառավարության կողմնակիցները բացարձակ չոգևորվեն։ Ես այս զգուշացնում եմ եւ ամեն անգամ զգուշացնելու եմ էլի, որpիսի նաեւ հանկարծ ինչ որ մարդ կոնտեքստից դուրս սա նայի հատվածաբար եւ այլ կերպ հասկանա, որտեւ այո, մենք խոսելու ենք 5-րդ Շարասյան դերակատարության մասին, որտեւ դա 5-րդ Շարասյան ֆունկցիաներ են, ինչ որ իրենք կատարում էին, բայց էլ եմ ասում, հանկարծ ոգևորություն չունենան եւ ինչու չունենան, սա էլ հիմնավորենք, որովհետեւ ես ասել եմ, որ ես շատ եմ կրկնել, որ շատ վաղուց արդեն 2020-ի նոյեմբերի 9-ից եւ հետագայում ավելի ու ավելի հենց իրենք, հենց այսօրվա կառավարությունը լիովին փաստացի, ոչ միայն լիովին ընդունել է այդ 5-րդ Շարասյան այդ գաղափարախոսությունը եւ քարոզը, որ տարում էր, այսինքն հանձնվելու քարոզը, այլև մի բան էլ սրել է, հասել է կատարելության, ամբողջացրել է եւ այսօր իրենք են այդ դերը կատարում, եթե հարմար է կարող են կոչել 6-րդ Շարասյուն, դա ընտրության հարց է։ Բայց էլ եմ ասում հանկարծ չոգևորվեք, որովհետեւ ձեզ սա ոչ մի օգուտ, ոչ մի արդարացում չի կարող տալ, որովհետեւ դուք ձեր դիրքորոշումը փոխել եք, դուք ինքներդ եք դարել այդ դիրքորոշման կարողները, էլ չեմ մանրանում խորանում, որ գիտեք ինչ, եթե մի բանը կոչում եք 5-րդ Շարասյուն, ինքը չի կարող հետո լինել, ասենք, չգիտեմ, ներկայացված ձեր պարլամենտում եւ ներկայացված լինել ընդհանրապես քաղաքական դաշտում, որտեղ 5-րդ Շարասյունը նշանակում է թշնամի, թշնամու բանակ։ 5-րդ Շարասյունը չի կարող հանգիստ, դա սովորական բան չէ, էլի բառ չի, որ ասենք ասես դավաճան հա կամ չգիտեմ, նույնիսկ դավաճան ավելի թույլ բան է, էլի։ Դա նշանակում է թշնամի, թշնամին ինչ գործ ունի քո, ասենք, բան, այսինքն իրենք հենց իրենք երբ որ դա այդ բառը ցավոք սրտի արժեզրկել են այդ արտահայտությունը, հիմա նույնիսկ չգիտես ոնց ինչով փոխարինես, մեկը ես արդեն չեմ օգտագործում, ճիշտ ասած վաղուց, որտեվ դեպ արժեզրկել են իմաստը լրիվ դարել է բան, համ ծաղրի նույնիսկ առարկա է դարձել, որտեվ թե ինչքան կարելի է դա կրկնել, բայց միաժամանակ տենց 5-րդ Շարասյունը փաստորեն ազատ ոչ միայն ազատ sense ասած ապրում է Հայաստանում, այլև լուրջ դիրքեր է զբաղեցնում քաղաքական, տնտեսական եւ այսինքն իրենք էլ լուրջ չեն ընդունում։ Որպես բան են իրենց մանր առօրյա քաղաքական այդ
բանի մաս են օգտագործում, դրա համար դա մեզ պետք է այս խոսակցությունը մեզ չպետք է հետաքրքրի, բայց երևույթ է ինքը այլ անուն չունի։ Նաև այստեղ ես պետք է որոշակի իմաստով կարծում եմ բացատրեմ իմ վերաբերմունքը, որտեղ էլի եթե չեմ բացատրում, ես վախենամ, թե խոսքս կոնտեքստից դուրս էլի կարող է հասկացվել կամ սխալ հասկացվել։ Իմ խնդիրը, իմ վերաբերմունքը ես պետք է հիմա բացատրեմ այսօրվա կառավարության հետ։ Իմ խնդիրը սկսվում է նոյեմբերի 9-ից 2020 թվականի եւ խնդիրը, այսպես ասած, մի մակարդակ էլ բարձրանում է, խնդիր ասելով ոչ թե ուղղակի խնդիր, այլ լուրջ, այսպես ասած, անհամաձայնությունը, ընդդիմությունը, մյուս մակարդակի բարձրանում է այն պահից, երբ որ արդեն նաև ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ես բնականաբար այս ֆորմատում դա չեմ հիմնավորել ու ինչու ոնց, մյուս ֆորմատներում բազմաթիվ անգամ հիմնավորել եմ, ում հետաքրքիր է գիտի, բայց այստեղ ես հարկ եմ համարում ուղղակի զուտ այս խոսակցության համար այս սահմանները մենք պետք է ճշտենք։ Ես իմ խնդիրը էլ եմ ասում, սկսվում է նոյեմբերի 9-ից եւ ընդհանրապես կոչվում է նոյեմբերի 9-ը եւ հետո այդ մնացած քաղաքականությունը, որ դրանից բխում է արդեն։ Այսինքն այս ինչ որ մենք հիմա ականատես ենք լինում եւ այնքան ժամանակ, քանի դեռ գոնե ֆորմալ իմաստով արտակուստ, հիմա չգիտեմ, մարդիկ կան ասում են դա զուտ, չգիտեմ, դերասանություններ կամ չէ, կան չի։ Ես նույնիսկ չեմ ուզում այդ թեմայի մեջ խորանալ։ Այնքան ժամանակ, ինչքան ֆորմալ իմաստով արտակուստ այսօրվա այդ կառավարությունը, այն ժամանակվա կառավարությունը, որ նույնն է դա, շարունակում էր դիմադրության գիծը, շարունակում էր կռիվը, պայքարը, պատերազմը, այսինքն մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը, ես այդ գծին կողմ եմ եղել, որտեղ դա իմն է եղել, ոչ թե ես իրանց եմ կողմ եղել, ես այդպես ճիշտ եմ համարել։ Ես չեմ եղել, այսպես ասած, ընդդիմադիր դիրքերում իրենց նկատմամբ։ Ճիշտ է, ես ի սկզբանե 2018 թվականի հեղափոխությունը չեմ ընդունել, դրան էլ եմ բաց հրապարակային դեմ արտահայտվել այդ ժամանակ, գիտեք, քիչ տարածված տեսակետեր, էլի ստիպած մի քիչ բացատրեմ ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, բայց դիմացեք։ Չնայած էլի կարող խոսել ենք այս թեմաներից, բայց այս կոնտեքստում չենք խոսել։ Ոչ թե որտեվ ես չեմ հասկացել, թե ժողովուրդը ինչի անդվազել, շատ լավ եմ հասկացել, ես ինքս մասնակցել եմ մինչև 2016 թվական եղած գրեթե բոլոր ընդդիմադիր պայքարներին Հայաստանում, որպես շարքային, նաև որոշ չափով հետո ավելի քաղաքականացված մարդ, բայց 2018 թվականի հեղափոխությունը ես չեմ ընդունել, որտեղ այդ ժամանակ էլ ես արդեն դա դիտարկում էի պատերազմի կոնտեքստում, ես 2016-ից սկսած ամեն ինչ դիտարկել եմ արդեն այդ կոնտեքստում եւ իմ համար այդ ժամանակ հեղափոխություն անելը Հայաստանում նշանակում էր անվտանգությունը լուրջ հարցականի տակ դնել։ Ու չգիտեմ, հիմա չեմ ուզում ասեմ, հետո կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ դուրս եկա, չգիտեմ ճիշտ դուրս եկա, թե սխալ դուրս եկա, բայց երբ որ արդեն դա տեղի ունեցավ, բնականաբար ես համարեցի, որ ուրեմն պետք է այս իրողության հետ, այսպես ասած, աշխատել, սա է Հայաստանի նոր կառավարությունը եւ առավել եւս, եթե ժողովրդի աջակցություն ունի եւ առավել եւս, որ դրա մեջ շատ էին ինձ մոտիկ մարդիկ, ընկերներս, ծանոթներս, չգիտեմ, եւ այլն մարդիկ, որոնց հարգում էի, սիրում էի, բնականաբար արդեն դրանից հետո ես համարեցի, որ պետք է աջակցել այս նոր կառավարությանը, էլի նույն կոնտեքստում ես էլի համարում էի, որ գլխավոր խնդիրը մնում է արտաքին խնդիրը, անվտանգության խնդիրը, իհարկե տեսնում էի, հասկանում էի, որ այս հեղափոխությունը եւ այդ նոր կառավարությունը ինքը կարծես չի հասկանում ուր է գնում երկիրը։ Ես էլ այնպես չստացվի, ես ամեն ինչ մանրամասներով գիտեի, չէ, ես նրանց բաներ չեմ սիրում ինձ վերագրել։ Չէ, ես ընդհանուր միտումն էի տեսնում, բայց մանրամասները ես բնականաբար չի կարող պատկերացնել, ես չգիտեի։ Ես չեմ սիրում նման բաներ, էլի, ես ամեն ինչ դետալներով իմացել եմ, չէ, ես մարդ եմ, ընդհանրապես ես կարող եմ վերլուծել իմ ունեցած հնարավորություններով, ինֆորմացիայով միտումները, ընդհանուր տենդենսը ուր է գնում, բայց դե կլինի մեծ պատերազմ, փոքր պատերազմ, չգիտեմ, ինչ կոնֆիգուրացիայով, այդ ես չեմ բնականաբար չի կարող կանխատեսել։ Ամեն դեպքում ես համարել եմ, որ այս դիրքն է ճիշտ, բնականաբար պատերազմի ժամանակ, սա էլ ստիպված պետք է ասեմ, որտեղ չգիտեմ, գիտեք թե չէ, իմ նկատմամբ որոշ տենց շրջանակներում մեղադրանքներ կան, հատկապես համենայն այդ պատերազմը սկսողներից մեկն եմ ես։ Ալիևը չի սկսել, չգիտեմ, Պուտինը չի սկսել, Էրդողանը չի սկսել, ու եսա չեմ սկսել, բայց տենց այդ սկսողների մեջ ինչ որ տեղ եմ գրավում, նույնիսկ պատերազմից հետո տենց մի հատ ցուցակ հրապարակեցին, մի 10 հոգու մեջ էի կարծեմ մտել տենց պատերազմի հրձիկների top 10-ի մեջ կայի։
ճիշտ է առաջին տեղերում չէի, կարծեմ 5 թե 6-րդ տեղերում էի, բայց էլի ահագին մեծ տենց պատվի եմ արժանացել։ Լավ էր, ցուցակը հիշեց, իրոք մոռացել էի, պետք է մի հատ փնտրեմ գտնեմ, լավ հետաքրքիր ցուցակ էր դա։ Այդպես պատերազմի հրձիքների, թե ինչ որ մեղավորների ցուցակ էր։ Էլ եմ ասում, այդտեղ ոչ Ալիևի անունը կար, ոչ ասենք, չգիտեմ, մնացածների անունը, հայերի անուններն էին։ Ես այս ամեն ինչը շեշտում եմ, որովհետև իմ դիրքը հետևողական եմ ես համարում այս հարցում։ Ես ինչպես եղել եմ պատերազմի ժամանակ Հայաստանի դիմադրությամբ, պայքարի եւ հաղթանակի կողմնակից, ես հիմա էլ եմ նույնը մնացել։ Ես չեմ փոխվել։ Ես հիմա էլ համարում եմ, որ պատերազմը շարունակվում է, հիմա էլ համարում եմ, որ մենք ունենք պայքարի խնդիր, եւ հիմա էլ համարում եմ, որ մենք պետք է հաղթենք։ Կարող են մարդիկ դա չգիտեմ համարել, ասել դա ռեալիստական չի, դա չգիտեմ ինչ, հակառակը, ոչ ռեալիստը դուք եք, իմը շատ ռեալիստական է, ես այդպես եմ համարում, որ բխում է իրականության վերլուծությունից, բխում է ռեալիզմը ընդհանրապես նշանակում, դու ընդունում ես, որ աշխարհում ուժային է, հարաբերությունները ուժային են, այլ ոչ թե ինչ որ այդպես ռոմանտիկ բաների շուրջ են կառուցված, ես այդ եմ տեսնում որպես իրականություն եւ համարում, որ այդ է ռեալիզմը, բայց ամենակարևորը ես ասում եմ, այս բացատրում որ իմ դիրքը հետեւական է, իրենք են փոխվել, այսօրվա կառավարության դիրքն է կտրուկ 180 աստիճան փոխվել եւ դրա համար իմ համար իրանց հետ այդ կապը խզվել է այդ կապը եւ հակառակը ես հիմա այդ հակադիր դիրքերում եմ, բայց սրանից բխում է որ նաեւ իմ համար այն մեղադրանքները որ ներկայացվում են բան չի չգնաց, չգիտեմ կարգավորման 19 թվին, ինչ որ իրան որպես մեղադրանք այսօր ներկայացնում են կամ չգիտեմ օր առաջ չհանձնվեց եւ այլն, իմ համար այդ մեղադրանքները չեն անցնում, որտեղ այստեղ էլ պետք է հետեւողական լինես։ Այ ինքը այդ մեղադրանքները իրանք ընդունում են, հա, ասում են, այ մենք պետք է անենք, այսինքն էլի մի ճամբարում են հայտնվել։ Բայց այստեղ իմ համար էլի հետեւողականության խնդիր է, կամ դու հանձնվելու կողմնակից ես, եւ այդ դեպքում դու իրավունք չունես հետո բողոքել նոյեմբերի 9-ից ու դրա հետևանքներից։ Իդեպ նոյեմբերի 9-ին դրա համար չեն կպնում այդ նույն քննադատները, իրանք նոյեմբերի 9-ը սա բոլորի համար սրբություն է, ոչ ոք չի ասում, շատ քիչերն են իհարկե կան էլի քաղաքական ուժեր, բայց քիչ են շատ, բայց սրբությունն է, դե որովհետև այդ իրանց գծի մեջ է, բայց ընդհանուր առմամբ հետևանքները այդ հանձնվելու, որովհետև դուք եք կոչան, մասնավորապես դա հանձնվելու կոչ է, այդ կարգավորում մարգավորում ամբողջ հեքիաթը, նույն բանները ինչ որ եղավ դրա մասին խոսել ենք, հետո չես կարող քննադատես հետևանքներ, որովհետև հետևանքներն են ինչ որ մենք հիմա վայելում ենք ճակերտավոր։ Լավ, հիմա ասենք արդեն բուն խոսակցությանը, բուն թեմային, կասեք էլի 20 րոպե նախաբան արեց, 20 րոպե խոսած, մինչև բուն խոսակցությանը ասնի, այսօր ես տենց այդ մի քիչ բանի մեջ եմ, արդարացման մոդուսի մեջ եմ, բայց ի վերջո Ժողովուրդ ջան, ես մեր խոսակցությունը ինքը որոշ տենց լավ իմաստով սերիալի տրամաբանության մեջ է, չէ՞, որտեղ անդադ տենց բաներով, սերիալներով ըստ էության գնում է, եւ սերիալ չի կարող մենակ action լինի, ինքը անհրաժեշտաբար նաեւ տենց մի քիչ ռիթմ պետք է ունենա դաթարի, նորից առաջ գնալու եւ այլն։ Հիմա ինչ որ է, ուրեմն ասենք բուն թեմային։ Իհարկե հայկական քաղաքական էլիտաները մեզանից շատ ավելի ինֆորմացված լինելով, իրենք պատերազմի մասին, պատերազմի ոչ թե վտանգի, այլ ընդհանրապես ըստ էության անխուսափելիության մասին շատ ավելի շուտ գիտեին, բայց ես ուզում եմ սկսենք 2019 թվականի աշնանից, որտեղ չգիտեմ ճիշտ եմ թե սխալ, բայց էլի այն ժամանակվա իմ տպավորություններն եմ ասում, սա գուցե էլի ասել եմ, չգիտեմ, բայց հիմա հետևողական հիմա պետք է ժամանակագրորեն առաջ գնանք, իմ տպավորությամբ որոշումը, արդեն վերջնականին մոտ որոշումը պատերազմի մասին, պետք է որ 2019 թվականի աշնանը ընդունվածներ եւ դա այն ժամանակ դե իմ աղբյուրները հրապարակային են, ես սովորեմ հրապարակային բաց աղբյուրներով վերլուծել իրավիճակները, ես չունեմ նախ հնարավորություն ուրիշ աղբյուրները եւ երկրորդ ես համարում եմ, որ հրապարակային աղբյուրները ամենալավն են ամեն դեպքում եւ ուրեմն ներսի քարոզչությունից դա զգացվեց այն ժամանակ եւ արտաքին որոշ բաներից արտաքինից ես հիշում եմ մի հատ դրվագ, սա կարծես թե հաստատ պետք է էլի ասածնեմ, բայց կարևոր եմ համարում հիմա նորից, չէ՞ տարօրինակ է մի քիչ ինչու, որ կհիշեք այն ժամանակ հանկարծ էլի Նժդեի թեման բարձրացրեցին։ Եվ այս անգամ ոչ թե ռուսները, որովհետև 2016-ից բարձրացնում էին,
բայց Ալիևը կարծեմ չի խոսացել այդ թեմայից մինչև 2019 թվականը, գոնե չեմ հիշում։ Եվ հանկարծ անսպասելի բարձրացեց 2019 թվականին Նժդեհի թեման եւ հենց Նիկոլի ներկայությամբ, էլի իմ հիշելով, հիմա հուսամ չեմ սխալվում։ Եվ այդպես անսպասելի եւ ոնց որ դե թվում էր թե ամեն բան այլի այդպես ինչ որ հատուկ բացատրության կարիք չկա։ Նժդեհն է փորձում է ինքը այդ բան անել, այդ թեման, բայց ինչն էր նաեւ տարօրինակ այդ ժամանակ ինքը բարձրացրեց Նժդեհի թեման, բայց ինքը խոսում էր, ինքը չէր օրինակ ինքը որպես Ադրբեջանի նախագահ կարող էր ասել, որ գիտեք, իրենց մեղադրանքները Նժդեհին, ինքը ադրբեջանցիների դեմ էս ինչ գործողություններն ա արել, կոտորել ա եւ այն կարող էր այդ իրանց ոչի մեջ ինչ որ բան ասել, բայց ինքը բացարձակապես sense այդ ռուսական բանի մեջ այդ թեմային անդրադարձավ, այսինքն որ ինչպես թե մասնակցել է երկրորդ համաշխարհային Գերմանիայի կողմից։ Եվ ես չգիտեմ նույնիսկ ինչու, մինչև հիմա չեմ կարող նույնիսկ հիմնավորել, գուցե մինչև վերջ։ Եվ չեմ էլ ամաչում ասել, որ չեմ կարող մինչև վերջ հիմնավորել, բայց իմ մոտ այդ խոսակցությունից զգացողություն առաջացավ, որ այստեղ ինչ որ մի հատ գիծ ենք մենք անցնում, ինչ որ մի կարևոր բան է փոխվում, եւ սա ինչ որ կարևոր ուղերձ է, եւ հենց այդ ժամանակ ես ընկալեցի դա արդեն ոչ թե միգուցե ոչ տենց ուղակի պատերազմի սկզբի ուղերձ, բայց ինչ որ դեպի այդ գնացող ճանապարհ, որ ոնց որ այսպես այդ Նժդեհի թեմայով փորձվեր, այսինքն կոպիտ ասած հարց տրվեր ոնց որ Փաշինյանին, որ դու վերջը ոնց ես կողմնորոշվում դեպի ուր ես կողմնորոշվում։ Այս տիպի ուղերձ ես լսեցի եւ եթե դու այնպես չես կողմնորոշվում ոնց որ մենք պատկերացնում ենք, այս ինչ որ մենք Նժդեհի մասին ասում ենք, մոտավորապես այս մեղադրանքներն ենք մենք ներկայացնում քեզ ու քո պետությանը։ Չգիտեմ որքանով լավ կարողացա բացատրել, իմ ասում, այդ ավելի շուտ զգացողություն ա, դրա համար մի քիչ դժվար է ինձ փոխանցել։ Ամեն դեպքում իմ համար սա այն ժամանակ որոշակի նշան էր, կարծում ես նաև կարճ մի երկու հոդվածով կամ գրառմամբ դրան այն ժամանակ էլ անդրադարձա, դա 19 թվականի աշնանն էր, իսկ այդտեղ ներսում 19 թվականի աշնանը սրվեց քարոզչությունը։ Հիմա իմ հիշելով էլի հատկապես այսպես պայմանական կոչենք քոչարանական ավելի շատ մամուլում, գուցե ոչ միայն, բայց հատկապես այդ մամուլն եմ հիշում, որ դեղ արդեն կարծես նախապես պատրաստվում էր այն թեզը, որ պատերազմի մեղավորը, պատերազմ չկար դեռ, պատերազմի մասին նույնիսկ այնց թեմա էլ պաշտոնապես չկար, բայց պատերազմի մեղավոր արդեն սկսում էր հռչակվել Հայաստանի կառավարությունը, այսինքն Հայաստան պետությունը ստեղծել։ Մենք սա մասին խոսել ենք, որ նման դեպքերում քարոզչության դեպքերում տարբերություն չկա։ Այս քարոզչությունը բավականին սենց սկսվեց ու ինքը ոչ թե շարունակություն էր անմիջական նախորդի, այլ այտենց նորացված, թարմացված ձևով էր, նույնիսկ արդեն ոնց որ պարտությունն էլ, այսպես ասած, կանխորոշված լիներ, եւ ճիշտ այդ ամեն ինչը հրամցվում էր sense հայրենասիրական ինչ-որ բաներով, իբր Արցախը եւ այլն, բայց փաստացի ասվում էր, որ այս ինչ բան է, բա զիջումների չի գնում Հայաստանը, փողզիջումների չի գնում, շեշտ եմ, սա քոչարանական մամուլում էր, որ ընդհանրապես այտենց փողզիջումային դիրքերից հանդես չէր գալիս, բայց sense իրանք փորձում էին համ ասեին, համ անեին, համ այտենց հայրենասիրականը պահեին, համ ոնց որ այդ բան անեն եւ որ պատերազմի փաստորեն մեղավոր է լինելու։ Այս նախապատրաստում էր եւ էլի այդ թուղթն էլ ես ունեմ, որտեղ այդ վերլուծությունը անել ենք, այնտեղ բնականաբար ավելի լավ sense կետերով գրած է, հիմա ես ավելի շատ հիշելով եմ ասում։ Սա եւս արդեն ցույց էր, որ ինչ որ մի կարևոր բան է փոխվել, ինչ որ մի որոշում է ընդունվել եւ այդ որոշումը իհարկե միայն Ադրբեջանի կողմից չէր ընդունվել, նաեւ այս Նժդեհի թեման էլ դրա վկայությունն էր, արդեն Ռուսաստան-Ադրբեջան, չեմ կարող ասել Ռուսաստան-Թուրքիա մակարդակում մել էր արդեն վերջնական ոնց որ խոսվել թե չէ, բայց այս Ռուսաստան-ադրբեջան մակարդակում ոնց որ տեղ խոսվել էր։ Ես էլի չեմ կարող ասել այդ որոշումը, որ ընդունվել էր ինչ ժամկետների մասին էր խոսքը, արդյոք հենց 20 թվականի սեպտեմբերին էին պատկերացնում, թե ավելի շուտ, թե իրոք ինչպես ասում են, այստեղ մի քիչ խախտեմ սկզբունքս հետադարձ բանով, COVID-ը որոշ չափով խանգարեց, հետաձգեց, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում հաջորդ հանգրվանը արդեն 20 թվականի ապրիլը հատկապես էլի մի հատ կարևոր sense բան էր, հանգրվան էր այդ ժամանակ հիշեք երևի եղավ
sense Լավրովի շատ խիստ հայտարարությունը Ղարաբաղյան կարգավորման այդ թեմայով եւ էլի այդտեղից արդեն ավելի հոտ եկավ այդ պատերազմի սուր հայտարարություններ եւ էլի ես հիշում եմ որ նույնիսկ այդ պարագան ոնց որ այստեղ շատ անգամ այն քաղաքական շրջանակները կամ այն մարդիկ որոնք այսօր այդ կառավարության հետ են կապված ոնց որ էլի մինչև վերջ լուրջ չընդունեին, չհասկանային այդ բանը եւ իսկ հիշում եմ այդ ժամանակվա խոսակցությունները, որ ասում են, հա, բայց ռուսներին այդ Ղարաբաղը պետք է, որ տենց ու այդ շարքային մարդկանց մասին չի խոսք, էլի։ Ну, ոչ էլ ամենաբարձր պաշտոնյաների, բայց տենց մարդկանց, որոնք ամենայնպես հավակնում են այդ քաղաքականությունը վերլուծել կամ նույնիսկ որոշել եւ այլն, բայց ռուսներին չի ներ, բայց բաց տեքստով արդեն Լավրովը ըստ էության խոսում էր նրա մասին, որ քանի որ Հայաստանը այդ կարգավորմանը չի գնում, դա շատ լուրջ է։ Եվ այդ ժամանակ նույն այդ ապրիլին էլի իմ համար ցուցիչներից մեկն էր, ուղղակի այդ ցուցիչներն եմ հիշում, որ արդեն մենք որոշակի շեմի ենք հասել եւ որոշումներ են ընդունվել արդեն։ Եվ այդ ժամանակ, եթե կհիշեք էլի, բան էին անում ստեղ Նիկոլենք, այդ 2016 թվականի պատերազմի ուսումնասիրության հանձնաժողով էին ստեղծել։ Այս էլ բավականին տենց ես չգիտեմ, իմ համար հիմա կարող եք ասել, չէ, իրանք ամեն ինչ էլ շատ լավ գիտեին, չգիտեմ, ինչ գիտեին, ինչ չգիտեին, բայց տենց արտակոս դա համենայնիվ շատ տենց մեծ անհոգության ցուցիչ էր, որովհետև երկիրը արդեն շատ ցուցիչներից, շատ նշաններից բարձ էր դառնում, որ նոր դեպի նոր պատերազմ է գնում։ Իրանք տենց բավական անհոգությամբ այդ թեման էին բացում 2016 թվականի պատերազմի հանձնաժողով էին ստեղծել, ինքն իրավ դա իհարկե վատ միտք չէր, բայց այդ քաղաքական կոնտեքստում, այդ միտումների կոնտեքստում տարօրինակ էր, որ իրանք չէին հասկանում, թե այդ թեման ըստ էության հավելալ այսպես ասած առիթ է, առիթ փնտրողների համար, եւ ես հիշում եմ, որ այդ նույն ապրիլին դեռ այդ կոവിഡ്ի սահմանափակումները կային, Լևոն Տեր-Պետրոսյանը մի հատ տենց իր ոճով ինչ որ մի հատ հոդված գրեց, մեծ մասը կոവിഡ്ի մասին էր, ու վերջում տես մի հատ ավելացնում էր, որ բա գիտեք ինչ, այդ հանձնաժողովն էլ այդ 16 թվականի պատերազմի թարգեք։ Եվ ես հիշում եմ ընկերներից մեկի հետ խոսում եմ, դա ասաց, այդ ամբողջ գրածի իմաստը պարզ է այդ վերջն էր, վերջի այդ բանն էր, ապա հասկանալի է, որ դա, բայց զարմանալի է, որ էլի այդ շրջանակներում իշխանական, մերձիշխանական, դες լուրջ դեմքով քննարկում էին, թե այս Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ա եղել, ինչա կոവിഡ്ի պահով տենց խորացել, ինչ ա ասում, ինչ չու։ Ունդեղ գրել են նաև կոവിഡ്ն էլ է պատերազմի տեսակ, sense ինչ որ բաներ, ու նստած բան են անում, առանց մտածելու, թե վերջը ինչի էս մարդը հանկարծ որոշեց տենց ինչ որ բան գրել, ու ինչի է ինքը այդ հատկապես այդ պատերազմի հանձնաժողովի վրա շեշտը դնում, ու ինչպես է դա համընկնում նույն այդ Լավրովի հայտարարության հետ, դե ըստ էության այդ 16 թվականի հանձնաժողովը ինքը եթե իր աշխատանքները կատարեր, ինքը ի վերջո պետքա դուրս գար այդ պատերազմի այսպես շահառումների վրա, որոնց թվում նաև Ռուսաստանի բնականաբար, եւ ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց դա էր ուզում ասել, որ մի արեք դա, որովհետև դուք մի խոսքով այդ կողմ եք տանում։ Ես չգիտեմ իրանք որքանով դա հասկանում են, թե չէ, այստեղ ճիշտ հասկացեք, ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ արդարացնում, չեմ ասում լավ արել։ Հա, ես ասում եմ նշանների մասին։ Եվ այդ նշանները չընդունելու ընդհանրապես մասին, չէին, ինձ թվում է չէին ընդունվում, չէին հասկանում։ Որտեվ եթե հասկանային, գոնե կպատրաստվեին, կհասկանային, որ այստեղ նաև ներսում պատրաստվում է այդ պատերազմին, նաև ներսում էին պատրաստվում։ Հիմա հաջորդը արդեն մայիսին 20 թվականի, եթե էլի կհիշեք, սկսեց նաև ներքին իրավիճակի սրման փորձեր եղան։ Բավականին sense էլի անսպասելի, որտեվ կարծես թե տենց առիթ չկար։ Հա, հիշում եմ նաև այդ ժամանակ մի խոսակցություն, էլի 20 թվականի մայիսն էր, թե ապրիլն էր մի հատ տենց քաղաքական ծանոթներիցս մեկի հետ։ Հիմա հա կներեք էլի, որ sense բաներ եմ, հղումներ եմ տալիս խոսակցությունների վրա, կասեք այդ ինչ է էլի, ասենք դա բան չի, ոնց որ հիմնավորում չի, ապացույց չի, չեմ ասում հիմնավորումը ապացույց է, բայց սրանք կարևոր են, որովհետև այտենց որոշակի վակուումի մեջ ամեն դեպքում ինֆորմացիայի, որ մենք այն մարդիկ, որոնց հասանելի չի ավելի լայն ինֆորմացիան ենք,
Նաև այս տիպի բաներն են կարող, հիմա դուք կարող եք ընդունել, չընդունել, հավատալ, չհավատալ։ Բայց իմ համար սա բան է, ճշտայի մասն է, այդ բանավոր խոսակցությունը։ Իհարկե անունը բնականաբար չեմ կարող տալ, բայց քաղաքական չեմ ասում էլի սուպեր հայտնի ֆիգուր, բայց ֆիգուրներից մեկը, որի հետ շփվել եմ, նորմալ շատ լավ շփվել եմ, եւ իշխանական ճամբարից չէր դե բնականաբար, ոչ էլ լևոնական է դել ասեմ միանգամից, ասաց, որ գիտես մենք հիմա պատրաստում ենք լուրջ պայքարի եւ ասեց մոտավորապես այս տիպի էր միտքը հիմա բառացի չեմ հիշի, բայց կարող է միտեղ նույնիսկ գրանցած լինեմ, որ կարողա քեզ մի պահ թվա հրանտ, որ մենք մեր երկրի դեմ ենք դուրս գալիս, բայց դու իմացի, որ դա այդպես չի, արտաքուստ շատ բան կարող է թվալ, արտաքուստ շատ բաներ կարող ենք անել, բայց դու իմացի, որ մենք միշտ մեր երկրի կողմից ենք։ Այսինքն սա տարօրինակ էր էլի, ինչի համար, որովհետև ես իրան չեմ մեղադրել, չեմ ասել դու, ես չեմ էլ իմացել իրանք ինչ են պատրաստում անել։ Իհարկե հասկանում եմ մոտավորապես, բայց իրան հաստատ չեմ ասել։ Ուժը տարօրինակ էր իմ համար, շուտ ասում եմ իրոպես, բայց ինչի է նախապես արդարանում, այսինքն ինքը հասկանում է կոպիտ ասած, որ ես հասկանում եմ մոտավորապես իրենք ինչ են մտածել, ինչ խորամանկ պլան ունեն, դա շատ բարդ պլան չէր իհարկե, այն ժամանակ էլ իմ համար արդեն սկսում էր ուրվագծվել, շատ տարօրինակ էր ամեն դեպքում այս ձևակերպումը, թե ինչի այնքը նախապես իմ առաջ արդարանում, եթե չկա մեծաշով ես իրան ոչ մի մեղադրանք չեմ ներկայացել, բայց իհարկե մարդը երբ որ քեզ տենց բան ասում, դու հասկանում ես, որ մի բան կա, այսինքն մի բան ինքն էլ է հասկանում, որ մի բան այն չի։ Հետո նաև եթե հիշեք այդ ժամանակ էր մոտավորապես մայիս-հունիսն էր, երբ որ նաև Միքայել Մինասյանի հետ անսպասելի ակտիվությունը սկսվեց, սա էլ որոշակի տենց սրություն մտցրեց, որոշակի ու էլի մի քիչ անհասկանալի էր այդ ժամանակ տենց վակուումի մեջ, օդի մեջ ինչու հանկարծ հայտնվեց։ Հետո արդեն գալիս ենք, ես սենց ուղղակի թվարկում եմ, հիշեցնում եմ, գալիս ենք արդեն Հուլիսյան մարտերը Տավուշում, նույնպես շատ հետաքրքիր պատմություն է, իհարկե մենք, ես չեմ հիշում անդրադարձել ենք, ինչ որ չափով թե չենք անդրադարձել, միգուցե առիթ լինի փորձենք մի քիչ ավելի տենց հիմա հետադարձածով հասկանալ, բայց հիմա ես այդ դրա վրա չեմ կենտրոնում, հիմա ինձ կարևոր է այդ ներքին վերաբերմունքը, ներքին էլիտաների եւ էլի հիմա հաղում պետք է անեմ մի հատ խոսակցությունը, այսօր չեմ հիշում պատմել եմ, թե չէ, բայց այս իմ համար շատ կարևոր խոսակցություն էր, առանցքային sense բաներից էր, հա, որ ես իմ մոտ արձանագրել եմ, էլի անուն չեմ կարող տալ, տվյալ դեպքում խոսքը տենց ինչ որ հայտնի քաղաքական գործի մասին չի, բայց մարդու մասին, որը կապեր ունի, լավ մերձավոր կապեր ունի, ինքը երևացող մարդ չի, բայց լավ մերձավոր կապեր ունի քաղաքական ֆիգուրների հետ եւ նաեւ պետական որոշակի ստրուկտուրաների հետ միաժամանակ սա իր մոտ համատեղվում էր եւ այդ հուլիսյան մարտերից անմիջապես անց էր, երբ որ տենց անսպասելի ինձ զանգեց, կարծեմ վաղուց չէինք հանդիպել, վաղուց չէինք խոսել, էլի լավ հարաբերությունների մեջ էինք եւ սրճանում նստեցինք, տենց խոսած ես կողմից այն կողմից, հետո ասեց, տենց մոտը թեզերն եմ ասում, այդ դրանք լավ եմ հիշում, որտեվ դրանք տենց անգիր արել եմ գրանցել եմ, հիմնական թեզերն եմ ասում, ասեց մեծ պատերազմա լինելու եւ այդ հիմա ոնց կա տենց եմ ասում, նույնիսկ չեմ վերլուծում, դու կարող եք բանել, մեծ պատերազմ է լինելու, երկու կողմից մինչեւ 5000 զոհ, այդպես բառացի ասել է, սա չեմ բանանում, հենց այդ 5000 երկու կողմից ասեց այն ժամանակ եւ մինչեւ չդիմի Պուտինին պատերազմը չի ավարտվի։ Այս 3 հիմնական թեզներ։ Մնացածը տենց ոնց որ բաներ, էլի կարևոր բաներ են, բայց այս հիմնական 3 թեզներ։ Ես այդ ժամանակ անկեղծ ասած այդքան էլ տենց բան չընդունեցի, որտեվ հասկանում եմ, որ պատերազմի տրամաբանություն կա, բայց նաև այդ մարդուն ճանաչելով մտածում էի, որ միգուցե հատուկ տենց քարոզչություն են տարածում, հատուկ ուզում են այդ միտքը տարածեն, ոնց որ ինչ որ չափով խոճապ տարածեն, էլ եմ ասում հասկանում էի, որ պատերազմի տրամաբանություն կա, բայց կոնկրետ այդ մասշտաբը եւ այլն ես չգիտեի ինչպես է լինելու եւ մտածում էի, որ միգուցե տվյալ դեպքում ուզում են ինչ որ տես մի հատ տրամադրություն տարածել եւ հիշում եմ նաեւ զարմացա, անկեղծ զարմացա, բայց ինձ ինչի համար էս էլի դա պատում, ես ինչ անեմ։
ես ոչ պետական դիրք ունեմ, ոչ բան ունեմ, ու նաև հարցից մեջ ենթատեքստ կար, որտեղ ինքը որոշակի պետական ստրուկտուրաների հետ կապ ուներ։ Ուզեցի հասկանալ ինձ ինչ էս պատմում, որտեղ իրոք բավականին անիմաստ էր ինձ դա պատմելը, ես մեծ հաշվով շարքային քաղաքացի։ Հա, ես էլ այդ ժամանակ մի հատ վերլուծական կենտրոն կար Օրբելի, այդտեղ որպես աշխատող գրանցված, բայց դա բնականաբար այդ դիրքը չէր, էլի պետական ինչ որ բարձր դիրք չէր։ Փորձեցի իրանից ճշտել, նույնիսկ տենց հատուկ հարցեցի, ասի չնայած ինքը աբսուրդ հարցեր, ասի կարող ուզում ես փոխանցեմ մինչև վերև, բայց աբսուրդ էր ինչի, որովհետև ինքը շատ ավելի հեշտ կարող էր դա փոխանցել ցանկության դեպքում, քան ես։ Այդպես ցրեց այդ բանը, տենց չէ, ես հասկացա ուղղակի, որ երևի թե, ինչեւ հիմա տենց միջև ոչ չեմ հասկացա, երևի թե ուզում էին ամենայն հավանականությամբ դա եղել, ուզում էին ներքաշեին ինձ այդ նախապես, որովհետև իրանք նախապատրաստում էին արդեն նաև քարոզչական մասը այդ դրա, հա, այդ Պուտինին դիմելը եւ այլն, հավանաբար ինձ թվում է ինձ ուզում էին դարձի բերեին, զգում էին, հասկանում էին, որ ես այդ դիրքի չեմ դինելու, բայց հավանաբար ուզում էին ինձ դարձի բերեին, մտցնեին այդ իրանց թեմաների մեջ, ինձ այդպես ա թվում, թե ուրիշ բացատրություն չեմ գտնում, ամեն դեպքում էական չի։ Էականը, որ այս խոսակցությունը եղել է, եւ սա երևի ամենազարմանալի խոսակցություններից է այդ ժամանակվա, դա արդեն հուլիսն էր 20 թվի, սա ավարտեմ այսօրվանը արդեն ինձ թվում է, որտեվ հետո այն մյուս թեմաները ուզում եմ ավելի սենց բան խոսանք եւ մի հատ նաեւ գուցե այսքանն էլ ամփոփենք վերլուծենք հետո զուտ ինֆորմացիաներ բան արեցինք, բայց չամփոփեցինք ինչ է այս ամենը նշանակում եւ այս էլ արդեն զուտ անձնականից ավելացնեմ, կարող է թվալ որ կապ չունի, բայց կապ ունի 20 օգոստոսին ես արդեն դիմումը գրեցի այն ժամանակ մինչեւ այդ դեռ ազգային կոնգրես կուսակցության անդամ էի, դուրս եկա իհարկե շատ ուշացմամբ դուրս եկա, ես իրականում 17 թվականի սկզբից մեծ հաշվով ոչ մի կապ չեմ ունեցել, ոչ գրասենյակ եմ գնացել, ոչ ինչ-որ բանի մասնակցել եմ, բայց տարբեր պատճառներով այդ ֆորմալ դուրս գալը ձգել եմ, նաև այդպես տարբեր մեղադրանքներ չստանալու համար, եւ ուղղակի ճիշտ ասած բնատուրի մի քիչ տենց հարցերը ձգելու, մի քիչ էլ ալարելու պատճառով, ամեն դեպքում 20 թվականի օգոստոսն էր արդեն պատերազմի այդ արդեն ոչ թե հոտ էր գալիս, այլ շատ ավելի ակնհայտ էր դառնում, արդեն Թուրքիան էր հարցին միջամտել բաց կերպով եւ արդեն ես մոտավորապես հասկացել էի նաեւ մեր քաղաքական դաշտը ինչին է պատրաստում, ինչ դիրքորոշման է պատրաստում, ոչ միայն ՀԱԿ-ը, մենակ իրանց մասին չի խոսքը, բայց նաեւ ես հասկացա, որ ուղղակի ես պարտավոր եմ այդ բանին դուրս գալ, որովհետեւ Աստված չտա, թեկուզ ֆորմալ ձևով ես մասը դառնամ այդ ամեն ինչի, ինչը որ ես արդեն տեսնում էի, որ նախապատրաստում է իրենց բոլորի կողմից, բայց իհարկե այն մասշտաբը չէի պատկերացնում ես։ Ես այդ մասշտաբը, այդ ծավալը, այդ ընդգրկումը բոլորի եւ ես չէի պատկերացնում, որ պատերազմի դեպքում այդ դիրքորոշումն են ընդունելու։ Ամեն դեպքում այսօր այսքանը ֆրագմենտար խոսակցություն ստացվեց, գիտեմ, բայց էլ եմ ասում, մի քիչ դժվար է ինձ այս թեմայի մեջ մտնելը։ Համ շատ ուզում եմ խոսանք, համ անընդհատ տենց հաղթարում եմ մի քիչ ինքս ինձ, որ խոսենք եւ վերջը այդ գնահատականը պիտի տանք։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս անգամ։